Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր պատիվ ունեմ հյուրընկալել ԵԱՀԿ գործող նախագահող եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար իմ շատ սիրելի բարեկամ Հելենա Վալտոնենին։ Նախ ուզում եմ միանգամից ասել, որ բնականաբար ԵԱՀԿ գործող նախագահողի այցը տարածաշրջան տեղի ունենում միանգամայն նոր հանգամանքներում, մեր տարածաշրջանի համար նշանակալի իրադարձությունների պայմաններում։ Իհարկե նախ եւ առաջ նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը օգոստոսի 8-ին խաղաղության գագաթնաժողովում Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնությունները մեր գործընկերներին ներկայացրել եմ մանրամասները, այդ թվում եւ պայմանագրի նախաստորագրումը, այդ թվում եւ սկզբունքները, որոնք ամրագրված են հռչակագրում եւ այդ թվում եւ սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի ունենալու ենթակառուցվածքների տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը իհարկե գաղտնիք չի, որ ԵԱՀԿ-ն իր գործիքակազմով կոչված էր նպաստելու հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը եւ այժմ երբ այդ խաղաղությունը հաստատված է եւ երբ մենք իթիվս այլ պայմանավորվածությունների նաեւ ձեռնամուխ ենք եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի, ուրեմն Մինսկի կառույցների լուծարմանը, այս նոր իրողությունները նոր են նաև Հայաստան ԵԱՀԿ համագործակցության կամ ԵԱՀԿ-ում Հայաստանի մասնակցության տեսանկյունից եւս եւ այստեղ մենք պետք է որպես նոր իրողություններում գտնվող պետություն մեր համար բացահայտենք նոր համագործակցության եւ մասնակցության նոր հորիզոններ, նոր հարթություններ եւ իհարկե մենք մեծապես նոր շրջանակ եւ մենք մեծապես հետաքրքրված ենք տնտեսական համագործակցության հնարավորություններով, նաեւ բնապահպանական շրջանական միջավայրի հետ կապված ուրեմն հարցերում եւ երկրորդ մենք մեծապես հուսով ենք, որ ԵԱՀԿ հարթակը այս եւ հաջորդ նախագահությունների ժամանակ կնպաստի իհարկե հետագա խաղաղության ամրապնդմանը եւ սա վերաբերում է ոչ միայն ուրեմն հարավային Կովկասին, այլ ԵԱՀԿ ամբողջ գոտուն Ես նաև եւ սա շատ կարեւոր է հատկապես ուշադրություն դարձնել այս հարթությանը, ուրեմն ժողովուրդների միջև թշնամանքի վերացմանը։ Ես ուզում եմ մեջբերում անել հենց մեր ստորագրած Վաշինգտոնյան հռչակագրից մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտություններից հետո վերջապես բարիդրացիական հարաբերությունների կառուցման մեկնարկի համար մեջբերման ավարտը ստեղծված հնարավորությունների ուրեմն եւ այս ուղղությամբ ջանքերի իրագործման համատեքստում ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է տեսնել ուժեղ եւ արդյունավետ ԵԱՀԿ, արդյունավետ կազմակերպություն բոլոր 3 չափումներով եւ ներկայիս աշխարհակահաղական միջավայրում ԵԱՀԿ-ն կարիք ունի մասնակից պետությունների ամուր հանձնառության, այդ պատմական փաստաթղթի ես նկատեմ Հելսինկյան եզրափակիչ ակտը ոգուն եւ սկզբունքներին մասնակից երկրների կողմից անսասան հավատարմության այդ կերպ ամրապնդելու կազմակերպության արդյունավետությունն ու դիմակայությունը, որպեսզի այն իր առաջնային մանդատին համապատասխան կարողանա նպաստել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում, անվտանգությանն ու կայունությանը, հակամարտությունների կարգավորմանը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները կանխելուն, խախտված իրավունքների վերականգնման ջանքերին, եւ մենք մշտապես հանդես ենք եկել ողջ ԵԱՀԿ պատասխանատվության տարածքում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների լիարժեք կիրառման օգտին եւ այսուհետ եւս մեր ջանքերը ուղղված կլինեն սրան։ Նաեւ իհարկե հարգելի գործընկերներ չենք շրջանցել Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունները։ Ես նախարար Վալտոնենի հետ գոհունակությամբ արձանագրել ենք, մենք երկուսս արձանագրել ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում նոր թափ են ստացել։ 2024 թվականի հուլիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում եւ այս տարվա նաեւ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումներ են ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ֆինլանդիայի նախագահի միջև։ Ես ջերմությամբ հիշում եմ իմ այցը Հելսինկի անցած տարի, ես նորից վերահաստատում եմ իմ հրավերը ձեզ տիկին նախարար այցելել մեզ Ֆինլանդիայի նախարարի ուրեմն դերում երկկողմ այցով
Մենք շատ բարձր ենք գնահատում այն ինստիտուցիոնալ աջակցությունը, որը Ֆինլանդիան ցուցաբերում է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, դիմակայունության ավելացմանը, սրա դրսևորումն է իհարկե Ֆինլանդիայի մասնակցությունը դիմակայուն Սյունիք նախաձեռնությունը, բայց իհարկե սրանով Ֆինլանդիայի մասնակցությունը չի սահմանափակվում, մենք ունենք շատ լայն շրջանակ համագործակցության եւ պատրաստակամությունը, որը տեսնում ենք պաշտոնական Հելսինկիից, մշտապես մեզ ողջևորում է։ Իհարկե մեր համար առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստան նորդիկ բալթիկ երկրներ ձևաչափը եւ այս ձևաչափում համագործակցությունը մենք վստահ ենք, որ եւ սովորելու բան ունենք շատ եւ քաղելու բան ունենք այս ձևաչափից նորդիկ բալթիկ երկրները հայտնի են իրենց կայացած ժողովրդավարություններով եւ իհարկե հույս ունենք նաեւ մեր ներդրումը կունենանք, որը գուցե կարևոր կլինի նաև մեր նորդիկ բալթիկ գործընկերների համար չենք շրջանցել Հայաստան-Եվրոպական միություն թեմատիկան, նշել ենք այն ուղղությունները, որոնցով մենք հիմա հենց այս պահին անգամ էականորեն խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, քաղաքական մակարդակով, մնացած բոլոր մակարդակներում, ընդհանուր առմամբ եվրոպական ինտեգրման համատեքստում մենք եւ անելիքներ ենք մշակում եւ նաեւ ողջավորությամբ սպասում ենք եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում մայիսին մյուս տարվա։ Ուզում եմ եզրափակեմ խոսքս կրկին ձեզ շնորհակալություն հայտնելով ձեր այցի համար, տիկին նախարար, եւ այն շատ հանգամանալից եւ բովանդակային խոսակցության համար, որը ունեցանք։ Thank you so much, dear colleague. Անչափ շնորհակալ եմ հարգարժան գործընկեր Պարոն Միրզոյան ջերմ ընդունելության համար եւ այն արգասաբեր բեղմնավոր քննարկումների համար, որ մենք ունեցանք։ Որպես իհարկե գործոր նախագահ ուզում եմ ասել մեծապես մենք գնահատում ենք ձեր երկարաժամկետ նվիրվածության եւ հավատարմության համար այս կազմակերպությանը ջերմորեն ողջունում եմ ձեզ այս հույժ կարևոր քայլերի համար, որ կատարվել է Ադրբեջանի հետ խաղաղության ուղղությամբ մասնավորապես օգոստոսի 8-ի համաձայնության մասին, որտեղ ունեցավ Վաշինգտոնում։ Մենք բարբերաբար նկատել ենք Հայաստանի աջակցությունը խաղաղության օրակարգին, անկախ բոլոր մարտահրավերներ եւ խոչընդոտներ հանդիսացող հանգամանքներից։ Ինչպես նաև այդ համատեղ դիմումն եմ ես ողջունում փակելու ՕՍՀ Մինսկի խմբը փակելու, մենք հուսանք, որ այս բոլոր գործընթացը կփակվի դեկտեմբերից ոչ ավելի ուշ եական պատրաստ է շարունակելու ընդլայնելու համագործակցությունը այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը կարողանում է արժեք ավելացնել, ինչպես նաև իհարկե կարողանում է արժեք ավելացնել։ Հույժ կարևոր է խաղաղության այս գործընթացը ամրապնդել այն շարունակական բնույթ տալու է այդ խոստումնալից քայլերին, որն արդեն իսկ կայացված է։ Սորագրելով համաձայնագրի եւ կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունը լինի կայուն այս տարածաշրջանում, այս է այն ուղերձը, որ մենք բոլոր կողմերին ենք ներկայացնում պատրաստ ենք սատարելու աջակցելու ձեր ջանքերում։ Այս այցի ընթացքում ուրախ եմ եղել տեսնելու այն բաց մոտեցումը, որ կառավարությունը ցուցաբերում է քաղաք հասարակության հետ այդ վառ հանդիպումները եւ երկխոսություն իրականացնելու, որպես ՀՀԿ նախագահ Ֆինլանդիան հույժ կարևորում է քաղաք հասարակության ամրությունը, հիմքը ժողովրդավարություն եւ հասարակության թափանցիկությունը, այս բոլորը մարդկանց կարողությունների մասին է, որ նրանք կարողանան որոշումներ կայացնել եւ ընտրեն։ Մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, որը հուսանք, որ ել ավելի կամրապնդվի առաջ ընթանալով։ Ողջունում ենք շարունակական հարաբերությունները եւ գործընկերությունները Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ բոլոր մակարդակներով քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ խաղաղության եւ բարգավաճման հենասյուները ամուր պահելու եւ առաջ տանելու համար անչափ շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար այսօր։ Հարգելի լրագրողներ, բարև ձեզ, հնարավորություն ունենք հարցերի, խնդրեմ, եթե ունեք հարցեր, համեցեք Աննա Նազարյան, Հանրային ռադիո։ Հարցս նախարար Արադ Միրզոյանին է։ Դուք նշում եք, որ բոլոր հանդիպումների եւ միջազգային այս հարթակներում այցերի ընթացքում բարձրացնում եք գերիների հարցը եւ փորձում եք լուծումներ գտնել։ Վերջին շրջանում բավականին ակտիվ եք միջազգային հարթակներում հանդիպումներում, ինչ նորություններ կարող եք ասել եւ
այլ երկրների միջոցով որքանով է հավանական տեղեկություններ ստանալ գերիների մասին ձեզ համար թեկուզ։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, իսկապես հաստատված խաղաղության պայմաններում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի ուրեմն շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք են զգում եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում, լուծված չեն ըստ էության այս պահի դրությամբ, եւ հենց դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ուրեմն ազատ արձակման հարցն է։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ինչպես եւ միշտ այս պահի եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը եւ բառացիորեն 3 նաեւ Շարմ el-Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Այնպես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Երրորդ երկրների ուրեմն մասնակցությունը հատկապես պատանդարված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում իհարկե կարևոր է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում, իսկ գիտեք, որ մեր աշխատանքները այդ առումով, այդ ուղղությամբ հիմնականում այս խողովակով էին արվում, եւ այժմ այո, այդ հարցը եւս շատ արդիական է եւ այդ բացը որևէ կերպ պետք է փորձենք լրացնել։ Իսկ առհասարակ այս թեմայի համատեքստում ուզում եմ ասել, որ մեր աշխատանքները չեն բացառում անշուշտ եւ հարցը մշտապես արկա է երրորդ երկրների հետ մեր շփումների ընթացքում, բայց առաջնային ուրեմն խողովակը դրանք Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են այնուամենայնիվ։ Կարծում եմ սա էլ կարևոր հանգամանք է։ Մյուս հարցը Նարեկ Կիրակոսյան, Ֆակտոր։ Շնորհակալություն։ Մեկ հարց ԵՀԿ նախագահին եւ մեկ հարց էլ Հայաստանի արտգործ նախարարին, դուք ժամկետներ նշեցիք Միսկի խմբի լուծարման հետ կապված, եթե չեմ սխալվում, ասեցիք ոչ ուշ քան դեկտեմբերը, իսկ եթե չի լինում արդեն Միսկի խումբը այս դեպքում ինչպես է ԵՀԿ-ն պատկերացնում խնդրի կարգավորումը մասնավորապես Արցախահայերի իրենց տներ վերադարձի հետ կապված եւ ընդհանրապես իրենց միջազգային իրավունքի վերականգնման հետ կապված կա արդյոք տարբերակ եւ ընդհանրապես ԵԱԿ-ի հետագա գործունեությունը տարածաշրջանում Միսկի խմբի լուծարումից հետո որն է լինելու Եվ պարոն Միրզոյան, մեկ հարց էլ ձեզ, լեական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել էիք, որ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշում, հոգնակիով էիք նշել, այսինքն մի քանի նախապայմաններ, հայտնի է, որ մեկը դա սահմանադրության փոփոխությունն է, մյուսը ԵԱԿ Միսկի խումբներ, Միսկի խմբի հետ կապված արդեն հստակություն կա, մյուս նախապայմանները սահմանադրությունից զատ որոնք են։ Thank you for the question. I will be very brief. Yes, the Շատ հակիրճ կպատասխանեմ այո, Մինսկի կարելի closed no later Փակվեն ոչ ավելի ուշ, քան դեկտեմբերի 1-ը։ We are looking of course at all the items. Եվ մենք բոլոր կետերը դիտարկում ենք այս հարցի շուրջ։ Առաջ ընթանալով, իսկապես խորքային քննարկում ենք ունեցանք պարոն նախարարի հետ, եւ ԵԱՀԿ-ն իհարկե պատրաստական է աջակցելու սատարելու խաղաղությանը, դիմակայունությանը Հայաստանում եւ տարածաշրջանում։ And the special emphasis will Հատուկ շեշտադրումը կլինի այնտեղ, որտեղ նաև Հայաստանը կարող է ավելացված արժեքով հանդեսվել եւ տնտեսական բաղադրիչում կլինի, ինչպես նաև շրջակա միջավայրի եւ կլիմայի ուղղությամբ։ Հավելելով նաև Տիկին նախարարին, կուզեի ավելացնել կամ
կրկին հիշեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության ուրեմն քաղաքականություն այս հարցում, մենք կարծում ենք եւ մենք լրջագույն, ես կասեի, ջանքեր ենք գործադրում այն ուղղությամբ, որ տեղահանված հայրենակիցները մեր կարողանան ամբողջապես ինտեգրվել եւ իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել Հայաստանի Հանրապետությունում եւ ինտեգրվել Հայաստանի Հանրապետության հասարակությանը։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, որը հենց ինձ էր ուղղված, իհարկե նախապայմանները դուք ինքներդ թվարկեցիք, Միսկի կառույցներն էին եւ նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պայմանագրի վերջնական ստորագրման համար առաջ քաշվող նախապայմանները, սա երկար ժամանակ բարձրաձայնվել է եւ Ադրբեջանի կողմից եւ մեր կողմից, այսինքն խոսել ենք, որ այդպիսի նախապայմաններ կան։ Հիմա ինչպես իրավացիորեն նկատեցիք հարցի մի մասը, այսինքն մի Միսկի խմբին վերաբերող խնդիրը ըստ էության լուծված է, քաղաքական որոշումը կա եւ բյուջեի եւ մնացած ավելի տեխնիկական բնույթի հարցերով ուրեմն վերջնական որոշումները կլինեն մինչեւ դեկտեմբեր։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա ես հարկ եմ համարում նշել, որ ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա այդպիսի հարց որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Ես զարմանում եմ, որ շարունակաբար այսքան ուրեմն հավաստիացումներից հետո հարցերը շարունակում են մնալ կամ հնչել, բայց եթե հարցնում եք, նորից ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ երրորդ կողմի արչև չի ստանձնել եւ չի ստանձնելու պարտավորություն փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Կրկին դա միայն եւ միայն մեր քաղաքացիների որոշելիքն է եւ մեր ներքին, ներքաղաքական, մեր հանրային, եթե կուզեք, օրակարգի մաս։ Այո, Ադրբեջանը շարունակում է ասել, որ կապել, պայման դիտարկել որպես եզակի թվով նախապայմաններ, որպեսզի հստակ լինի նորից բանի տեղիք չտա, կա այդ նախապայմանը դնել այդ պայմանը Ադրբեջանը շարունակում է պայմանագրի ստորագրման համար, մենք այս կապվածությունը, այս նախապայմանը չենք ընդունում, արդեն ասեցի։ Եվ վերջին հարցի հնարավորությունը Դավիթ Մամյան, Armenpress։ Բարև ձեզ։ Առաջին հարցը ուղղված է պարոն Միրզոյանին։ Պարոն Միրզոյան, դուք նշեցիք, որ հանդիպում եք ունեցել Եգիպտոսում ադրբեջանցի գործընկերների կամ գործընկերոջ հետ եւ նաեւ ընդգծեցիք, թե ինչ թեմաներից եք զրուցել, սակայն հավելյալ ինչ մանրամասներ կարող եք հաղորդել այդ հանդիպումից եւ հաշվի առնելով դեռևս օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես տարածաշրջանային ինչ փուլում է գտնվում այս պահին այդ ծրագրի կամ թրիփի իրագործումը եւ ինչ ակնկալիքներ ու զարգացումներ կարող ենք ունենալ մոտ ապագայում դրա շուրջ։ Շնորհակալություն եւ հաջորդ հարցս Միս Վալտոնենին, ինչպես եք տեսնում Նորդիկ Բալթիկ Հայաստան ձևաչափով փոխգործակցության ապագան եւ ըստ ձեզ որոնք են այն հիմնական ուղղությունները, որոնք կարող են զարգանալ եւ առաջ մղվել այս գործընկերության շրջանակներում։ Շնորհակալ եմ։ Ես սկսեմ, եթե դեմ չեք տիկին նախարար։ Իսկապես դուք ինքներդ նկատեցիք, ես արդեն ասեցի, որ այդպիսի շփումներ եղել են 3, ոչ միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, տարբեր արտաքին գործերի նախարարների եւ պաշտոնյաների հետ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ մեծ հաշվով հնարավորություն ենք ունեցել մտքեր փոխանակել կարգավորման գործընթացի երևի ամբողջ ուրեմն ծավալի բոլոր նյուանսների վերաբերյալ, ոչ շատ խորը, ինչպես դա հնարավոր է անել առանձին երկկողմ ուրեմն միջոցառման ժամանակ, իհարկե, բայց կենտրոնացել ենք հատկապես օրինակ հումանիտար հարցերի շուրջ։ Ինչ վերաբերում է փոխկապակցվածությանը, ես մեկ անգամ եւս ուզում եմ առիթ օգտագործել եւ ասել, ուրեմն պայմանավորվածությունը հետեւյալն է։
Հայաստան եւ Ադրբեջանը ապաշրջափակում են միմյանց միջև տրանսպորտային, ուրեմն հաղորդակցության ենթակառուցվածքները։ Հայաստան եւ Ադրբեջանը, այսինքն բոլոր ենթակառուցվածքները, հա, այն հատվածը երկաթուղու, որը անցնելու է Հայաստանի հարավով, կոչվելու է TRIP ուղի, այսինքն Trump Route for International Peace and Prosperity, հա, այսինքն ունի ճշտականվանումը, ունի սկզբունքները, ինչպես ամբողջ ապաշրջափակման դեպքում, այնպես էլ այս հատվածի դեպքում կան սկզբունքների կա շրջանակ, որոնց ներքո, որոնց շրջանակում տեղի է մնելու այդ ապաշրջափակումը, եւ այդ սկզբունքներն են եւ քաչ հայտնի են, բայց ուզում եմ մեկ անգամ եւս թվարկել տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնխելությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունը այդ ենթակառուցվածքների նկատմամբ եւ իհարկե փոխադարձությունը։ Հիմա մի հատ էլ ընդգծեմ, սա ամբողջ ապաշրջափակման այդ թվում եւ այդ հատվածին է վերաբերում։ Ես որովհետեւ սա ընդգծում եմ, որտեղ տեսնում եմ շահարկումներ այս մասով դեռ շարունակվում են մեդիատիրույթում գուցե միտումնավոր որոշ շրջանակների կողմից։ Հիմա հայաստանյան երկաթուղու հատվածը TRIP ուղին պետք է դեռ շարունակվի, ուրեմն պայմանները, տեխնիկական լուծումները պետք է դեռ հստակեցվեն Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Մենք եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները օգոստոսի 8-ից հետո արդեն ջանքեր են գործադրել այս ուղղությամբ եւ դա էլ մեր հենց ամենօրյա բառի իմաստով աշխատանքն է, երբ որ մենք ունենանք վերջնական ամբողջական պատկերացում, նաեւ կհանրայնացնենք այդ պայմանները, կլինի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը կստանձնի ուրեմն պատասխանատվություն այդտեղ կառուցապատման եւ հետագա շահագործման ուղղությամբ վերջը բոլոր մանրամասները, որոնք դեռ պիտի հստակեցվեն, կհստակեցվեն եւ կհանրայնացվեն։ Մի հատ էլ ուզում եմ ընդգծել, այս պահին համաձայնեցված է այն, ինչ հրապարակված է, ինչ կարող եք մտնել եւ կարդալ համապատասխան Վաշինգտոնյան հռչակագրում։ Մնացածը մենք եւ Միացյալ Նահանգները միասին դեռ կաշխատենք, կհստակեցնենք, բոլոր կողմերը հետ կհամաձայնացնենք, կհանրայնացնենք եւ այդքան։ Շնորհակալություն, բայց մենք ունենք դեռ ժամանակ հարցեր, ներողություն։ Okay, yeah, thank you for that question. Well, indeed, the NBA is extremely useful. And Նորբարտիկ ձևաչափը շատ կարևոր եւ ըստեմ շատ բեղմնավոր կլինի նաեւ մեր գործընկերության համար Հայաստանի հետ։ Նորբարտիկ բացան շրջանակում մենք մեր կիսակետում կունենանք մասնավորապես անվտանգության եւ դիմակայունության հարցերը վերջին ամիսների եւ տարիների ընթացքում, քանի որ այս նորդվածյան երկրներս մենք նույն ընդհանուր ոչ միայն աշխարհագրական միջավայրն ենք շատ նման, ինչպես նաև շրջակա միջավայրի եւ քաղաքական ընդհանրություններն ենք ԵՄ-ի անդամ ենք, ՆԱՏՕ-ում, բայց ինչ ենք տեսնում այս ամենի առանցքում դիմակայունությունն ու կայունությունը այս տարածաշրջանի եւ մեր երկրների յուրահատկությունը այն է, որ մեծապես շեշտադրում ենք ամեն անձի կարողությունների զարգացումը, հզորացումը, դա է իրական ամբողջական ժողովրդավարության հիմքը, թափանցիկ հասարակություն ունենալու հիմքը եւ օրվա վերջում դիմակայունությունը եւ ինքնիշխան պետություն որպես լինելը հենց սա է սրա հիմքը, այնպես ինքնիշխանություն, որը դրսից միջամտել ենթակա չի լինի։ Այս հնարավորությունը եւս ունես փոխանակելու իմ սիրելի գործընկերոջ հետ այսօր եւ մենք ուրախ ենք շարունակելու մեր ակտիվ երկխոսությունը իբրև Նորդպոլ NBA-ը Նորդպոլցան այս գործընկերությունը մենք նախկինում շատ համագործակցություն եւ գործընկերություններ ունեցանք, խնդրում եմ իմ ջերմագին ողջուններ ընդունել իմ գործընկերների կողմից եւս։ Thank you. Այսքանով ավարտենք։ Thank you.